Բարև ձեզ, որոշել էի չխոսալ այս վերջի դեպքերը, որ իմ հետ կատարվեց, ավելի շուտ այդ կրակի ծխի հետ կապված, բայց ստիպված եմ ասեմ, չեմ կարա չասեմ։ Ուրեմն խոսքս ուղղում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձի ճանաչում են, լավ է ճանաչում, ովքեր ուղղակի բարի լույս ենք տալի։ Նայեք ասեմ, ցավն է տանեմ։ Անցյալ տարվանից այդ դեպքը կար։ Տերև էին վառում, տերևի պես բաներ։ Ես մարդկային հայերենով, լեզվով ասի մի վառեք։ Պատվանա բացում ես, օդափոխվի սենյակը, ծուխը լցվում է։ Աղբեր ջան, ես չեմ, դուք եք։ Հազար մի պրոբլեմներով մարդիկ կան։ Էձև գնաց, անցավ որոշ ժամանակ մի անգամ է կրկնվեց։ Անցյալ տարվա մասին է խոսքս։ Այդ վաղտ ավելի ջղայնացած։ Պատոնը բացի ստիպված բարձրաձայն ասի, ես ինչ եք անում, արա։ Ու մի քիչ ավելի դառա խոսքերով։ Ով էր իմ տեղը, որ չասեց։ Ձենձուն չկա։ Երրորդ անգամ կրկնվեց, ստիպված զանգեցի ոստիկանություն։ Ասելով, որ ես ինչ են անում։ Սենց բան է, աղբեր ջան, ծուխը լցվում է տներես հազար մի խնդիրներ կան։ Այս ով է իրանց տվել այդ իրավունքը մարդկանց օդը կեղտոտեն ընդհանուրի։ Եթե տերև կա վառելու, բան կա վառելու, տարեք զիբիլը թափեք։ Բայց չորրորդ անգամ սա որ կրկնվեց, սա պատականություն չէ։ Ոչ մի պատականություն չկա սրա մեջ։ Պատկերացրեք քնած ես վերջի դեպքերը։ Պատոնը մի փուչուր բաց էի թողել, որ սարոտ կա, մաքուր լի։ Զարթնում եմ, հոտ եմ առնում, վառած, սպեցիֆիկ, ոնց որ դնես կաբել է վառես, քիմիական էլի, ես կարգի հոտ։ Պատկերացրեք ընքան խառնված լնես, որ պատվանը փակում եմ, հազիվ հասնում եմ ապարատս միացնեմ շնչարական հետ։ Սկսում եմ շնչել, որ մոռացել էի, որ 102 սա ոստիկանության համարը։ Հիմի դա պատականություն համարենք, որ անցյալ տարի զանգել էի։ Ոնց կարելի է պատականություն համարել դա։ Հետաքրքիր է ինչ նպատակ էին հետապնդում էլ այդ անողները։ Նպատակը որն էր։ Եթե դնեմ համեմատության ազնիվ խոսք, այն ադրբեջանցին, որ քնած տեղ են, մեր հայ սպային, աֆիցերին մտավ գիշերով տապորեց։ Տարբերությունը որն է։ Ճիշտ է, մեծ է տարբերությունը այն առումով, որ մարդիկ կան քնած, դու առավոտվա 4:30-ի 5-ի կողմերը այդ ոչ բոմժի արած գործեր։ Պատական բոմժը չի գա, այդ գարաժների մոտ այդ սպեցիֆիկ կրակը վառի, թողի փախնի։ Այդ ծուխը հանի։ Դա պատականություն չի արդեն։ Դա մտածված արարք էր։ Մտածված արարք էր։ Ես մտածում ասում եմ, այ մարդ, ես որ մեկին եմ, ում եմ վատություն արել, էլի։ Ոչ մեկի։ Հենց ես լավ է կապում եմ իմ հետ։
Լավ է կապում եմ իմ հետ, որտեղ լիքը հարցեր կան, որ ես այդ ամեն ինչը որ ցուցադրել եմ, ցույց եմ տվել, նամակել եմ գրել, որտեղ որ պետք է, անվտանգություն։ Իրանց էլ եմ ցույց տվել, բացատրել եմ, ասել եմ, որ ես այս մարդն եմ, որ ես այս կարգի բան եմ հայտնաբերել, որ աշխարհի գիտությունը պատասխանատվությունը ես ունեմ։ Ես ունեմ։ Հայտարարեմ, եթե որից մեկը ցանկություն ունի համոզվելու, խնդրեմ աղբեջ։ Խնդրեմ ոնց ասում եմ, пожалуйста, please։ Ապացուցեմ։ Facebook-ում տեսանյութունım ազնիվ խոսք ականջս կկտրեմ, կգցեմ, եթե ես իրավացի չունեմ, բայց այդ դեպքում շատ այնց թափով սպոնսորա պետք ինձի, հովանավոր, որ ճշտով լինի, որ գումար դրված լինի, որ չխափեն էլ իրանց տեխնոլոգիաներով, նայեմ հեռուստացույցին, խնդրեմ, միտքս ուղարկեմ, դրսում օպերատորը ցույց տա իրանց, այդ ամպը վերացնեմ։ Խնդրեմ աղբեջ ջան, ինչի մասին է խոսքը։ Եթե չափացեմ, ասում եմ ականջիս թայե կամ երկու ականջս կոշկակարից դանակով սուր, թե չկտրեմ ամոթ ինձի, բայց այդտեղ թիվ պիտի դնեն։ Այդ հովանավորս պիտի թիվ դնի, մի հատ առանձին համոզվի, որ ես իրավաց եմ։ Խնդրեմ աղբեր հելնենք նեյտրալի երկիր, որտեղ թիվ է ֆռալու։ Ընդ որում պատասխանը ունեմ։ Այդ ես եմ հայտնաբերել։ Միակ հեղինակը ես եմ։ Իսկ եթե կան որոշ պետություններ, որ ես նամակ եմ գրել, պարզ ասել եմ, ցույց եմ տվել, հավանական է իրանք համոզվել են, իրանք վերջը են պետություններն են, որ այնտեղ անլրջություն չկա, էլի, լավ էլ համոզվել են, որ ես իրավաց եմ։ Բայց մի պատճառն եմ ման գալիս, թե ինչն է պատճառը, որ իրանք տարմազիտ են անում։ Պատասխանը չեք գտնի մեկը, ответ не найдете, ответ только у меня, спрятано вот здесь։ Ու անկեղծ եմ ասում, մենակ դա չի։ Այդ պատասխանը ես կարամ փոխանակեմ մի հատ միլիոն դոլարանոց տան հետ, пожалуйста, Հայաստանում, դրսում, ազնիվ խոսք, ես որ գնահատում եմ էդի 3 միլիոն, 2 միլիոն, 6 միլիոն, մի հատ տան հետ փոխանակում եմ, որտեղ ավելին կա, քան այդ պատասխանը, չնայած այդ պատասխանի մեջ, գիտությունը, որ նայի ու համոզվի, որ ես այդ պատասխանը տամ, թե ինչ մեխանիզմա միանում обратный էլի կապը, так сказать, обратная связь, էլի, որ կոնտակտի մեջ է մտնում բանի հետ, էֆիրի հետ ու հաղորդակցումը, ամպեն նմանապես վերացնում, կամոզվեն, որ ես ճիշտ եմ ու այդ պատասխանի մեջ լիքը հարցերի պատասխաններ գիտությունը կգտնի։ Լուսի վերաբերալ, իհարկե։ Я вполне серьезно в этом моем ответе для науки откроется новое. Совсем новое. В ответе. И те вопросы, которые наука, что касается света, не находила, найдет. Я обмениваю это на один хороший собственный дом стоимостью $1 миллион. В Армении один собственный дом стоит больше $1 миллиона. Почему я это говорю? Да потому что у меня есть другое, более интересное.
А этот ответ, пожалуйста. На хорошую собственный дом с бассейном без проблем. Я ответ скажу и докажу. А мой спонсор, Хованավորос, пожалуйста, спонсор там пусть 10 миллионов или 5 миллионов договаривается. Мне все равно, это пусть его. Я не жадный, жадность губит фраера. Но ответ достаточно полезный для науки, Ахбеджан. Իրոք գիտության համար, и не только для науки. Հոգևոր աշխարհի համար էլ շատ հետաքրքիր։ Առավել եւս, ես կասեի։ Շատ հետաքրքիր է։ Արեք հանդիպենք։ Ես խնդիր չունեմ, հասկանում եք, հարգելիներս, այդ հարցում ես ոչ մի պրոբլեմ չունեմ, որտեվ ես փաստացի եմ ամեն ինչ անում։ Ինչ վերաբերում է փուչիկին, առարկային։ Խնդրեմ։ Ոնց որ ասել եմ, էլի կրկնվեմ։ Մտովի շարժ եմ, մենակ դա չէ։ Այն ամենա կայլացել թույն սկեպտիկները, որ վերջնական ռուկի վեր խելնեն, ձերքերը վեր, պահեն ասեն սո։ Ես էլի խնդիր չունեմ։ Пожалуйста. Ուրեմն այս վերջի իրադարձությունների պահով էլի կրկնվեմ, ասեմ։ Եթե մի անգամ է կրկնվեց, դաժե օրը ցերեկով, արեք իրարից չնեղանանք էլի։ Ես չեմ զգուշացնելու էլ։ Սկան բանից հետո ես էլ չեմ զգուշացնելու։ Խորովածը անում եք, ցավները տանեմ անուշ արեք, ձեր հացը անուշ կերեք, անուշ խմեք։ Բայց ընդհանուրի օդը, որ շնչում ենք, ոչ մեկը իրավունք չունի էլի շենքերի կողքը տենց ծուխ մուխ անի ու խեղդի մարդկանց։ Ասելու անգամ բան ունեմ։ Շատ։ Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ես ընդեղ ասելու բան չունեմ, ընքան են ասել արդեն ասողները, որ ես տեղ չկա ինձ ասելու, չնայած առաջին հենց օրվանից ես եղել եմ շարժման մեջ ասելով ես ոչ մի ասենք խմբակցության մեջ չեմ եղել սենց, բայց ակտիվ մասնակից եմ եղել ժողովրդի հետ միասին։ Շատ-շատերին եմ ճանաչում անձամբ, խոսացել եմ հետները անձամբ։ Անես որ եթե կա որոցը մեկը, որ դուք ուզում եք ինչ-որ մի բան ապացեք ոչ դրական իմաստով, էդի ես չեմ, հեռու մնացեք ինձանից, փորձանքից հեռու մնացեք էլի, հա, իրոք, անկեղծ եմ ասում, փորձանքից հեռու մնացեք։ Թե դուք ինքներդ ձեզ փոս եք փորում, ձեր արարքներով, որ վերցնես գրքի մեջ էլա գրած, Իսուս Քրիստոս ասել է,
Մարդկանց իրանց արած գործերով տատեք։ Ու շատ բաներ ասել։ Ոնց կարելի է հասկանալ այդ բանը։ Ուրեմն սքանով ուզում եմ ավարտեմ ու էլ ես հարցին չանդրադառնամ։ Այդ ձեր ծուխա, մուխա, կրակա, շենքի բոլորը մի վառեք։ Չանեք էլ։ Ես չեմ սուժասնում։ Կզանգեմ Դաբիցը կնեմ ամեն ձև, որ մեծ գումարներ վճարեք, որ դուք պատճառ եք հանդիսացել ձեր արարքով իմ առողջականը վնասել եք։ Հաջողություն ձեզ։